Մարկ Քարնին Կանադայի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ այցելել է Սպիտակ տուն։ Հանդիպման սկզբում Դոնալդ Թրամփը հայտարարել է. «Կողմերը շատ ընդհանրություններ ունեն», հավելել. «Այնուհանդերձ կան մի շարք բարդ հարցեր, որոնք հարկավոր է քննարկել»։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը շեշտել է, որ չի հրաժարվում Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու մտադրությունից։ Կարծում եմ, դա շատ ավելի լավ է Կանադայի համար, հրաշալի միություն կլինի և հսկայական օգուտներ կբերի կանադացիներին, օրինակ, ցածր հարկեր։ Քարնին հակադարձել է, կան վայրեր, որոնք չեն վաճառվում։ Վերջին ամիսներին հանդիպել եմ կանադացի ընտրողների հետ և կարող եմ ասել ձեզ Կանադան վաճառքի ենթակա չէ և երբեք վաճառքի չի դրվի։ Երբեք մի ասա երբեք, արձագանքել է Թրամփը։ Կանադայի դիրքորոշումը երբեք չի փոխվի, պնդել է Քարնին։ Անդրադարձ է եղել Օտտավայի դեմ սահմանված ամերիկյան մաքսատուրքերին։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Կանադան ամերիկյան ապրանքների կարիքն ավելի շատ ունի։ Մենք չենք չեղարկի մաքսատուրքերը, շեշտել է Դոնալդ Թրամփը, նաև հավելել. Միացյալ Նահանգները միշտ կլինի Կանադայի բարեկամը։ Սպիտակ տան ղեկավարի հետ հանդիպումից հետո Քարնին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը և Թրամփը զրուցել են որպես երկու ինքնիշխան անկախ պետությունների առաջնորդներ և կառուցողական բանակցություններ են ունեցել։ ԱՄՆ նախագահն անդրադարձել է Եմենի շուրջ ստեղծված իրավիճակին, որը վերջին շրջանում գրեթե ամեն օր հրթիռակոծվում է Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կողմից։ Հիշեցնենք, Վաշինգտոնը մեղադրում է հութիներին Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և այլ երկրների նավերը ինքնաթիռները հրթիռակոծելու և համաշխարհային տնտեսությանը միլիարդավոր դոլարների վնաս հասցնելու համար։ Հութիներն էլ հայտարարում էին, կանգ չեն առնի, քանի դեռ Իսրայելը սպանում է պաղեստինցիներին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Եմենի հութիներն այլևս չեն ցանկանում կռվել և իր ձևակերպմամբ կապիտուլացվել են, ուստի Միացյալ Նահանգները դադարեցնում են նրանց դիրքերին հարվածները։ Ավելի ուշ Օմանի արտաքին գործերի նախարարը հաստատել է, որ Միացյալ Նահանգները և Անսար Ալլահ շարժումը Մասկաթի միջնորդությամբ համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Սակայն հութիները հայտարարել են, Միացյալ Նահանգների հետ ուղիղ շփումներ չեն ունեցել, շարժումը խոստացել է շարունակել Իսրայելի դեմ հարձակումները։ Ռուսական ուժերը հարվածել են Կիևին, մայրաքաղաքում կան ավերածություններ, քաղաքացիական բնակչության շրջանում հայտնի է զոհերի և վիրավորների մասին։ Նրանց թվում կան երեխաներ, պայթյուններ են եղել Օդեսայում, Զապորոժիեում, Խերսոնում և այլ բնակավայրերում։ Սահմանամերձ Սումի քաղաքում էլ ռուսական հարվածների հետևանքով կան զոհեր։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը 4 բալիստիկ հրթիռ և շուրջ 150 ԱԹՍ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ՀՕՊ համակարգը մի քանի տասնյակ ուկրաինական ԱԹՍ-ներ է խոցել։ Գերատեսչության տվյալով թիրախում են եղել Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Ռյազանի մարզերը։ Բրյանսկում կա 1 զոհ, անօդաչուներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ, տեղական իշխանության տվյալով դրանք ոչնչացվել են։ Հայտնի է, որ ստեղծված իրավիճակի ֆոնին Դաշնության մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է, ինչն անդրադարձել է առնվազն 60,000 ուղևորի վրա։ Վաշինգտոնը կարծում է, որ ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացում հաջորդ կարևոր քայլը պետք է լինի Մոսկվա-Կիև ուղիղ շփումը, առանց դրա Միացյալ Նահանգների միջնորդական դերը կբարդանա, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսի խոսքով Ռուսաստանը բանակցություններում չափազանց շատ բան է պահանջում։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ Մոսկվան հավանաբար ցանկանում է հասնել կարգավորման։ ԱՄՆ փոխնախագահը նշել է, հարկավոր է հաշվի առնել նաև Կիևի ցանկությունները։ Վաշինգտոնը փորձում է կենտրոնանալ Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության վրա և հեռանալ կարճաժամկետ հրադադարի գաղափարից, հավելել է նա։ Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բաց է ամբողջ աշխարհում միջուկային զենքի կրճատման շուրջ քննարկումների և այդ թեմայով Ռուսաստանի և Չինաստանի հետ բանակցությունների համար։ Նաև ըստ Ջեյ Դի Վենսի, եթե Իրանը միջուկային զենք ստանա, այլ երկրներ էլ կարող են հետևել Իսլամական Հանրապետության օրինակին, մասնավորապես Մերձավոր Արևելքում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա, նշել է փոխնախագահը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը դեմ չէ Իրանի միջուկային էներգետիկայի զարգացմանը։ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի կանցլերի պաշտոնում ընտրվելուց հետո իր արտասահմանյան առաջին այցը կատարել է Ֆրանսիա։ Գերմանացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ պայմանավորվել են խորացնել հարաբերությունները պաշտպանության, անվտանգության, սոցիալական ծրագրերի, տնտեսական ներդրումների, էներգետիկայի ոլորտներում։ Նախատեսվում է ստեղծել պաշտպանության և անվտանգության հարցերով ֆրանս-գերմանական խորհուրդ։ Մեր առաջնահերթությունը Եվրոպայի անվտանգությունն է, կշարունակենք աշխատել մեր գործընկերների, ամերիկացիների և մյուսների հետ։
Ուկրաինային անվտանգության ամուր երաշխիքներ են պետք, նշել է Մակրոնը։ Մերցն էլ տեղեկացրել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Ուկրաինա։ Քանի դեռ մշտական հրադադար չի հաստատվել, Ուկրաինային տրամադրվող անվտանգության երաշխիքների ծավալի մասին ոչինչ ասել չենք կարող, նշել է Գերմանիայի նորընտիր կանցլերը, հավելել. Կիևը կարող է հույսը դնել Բեռլինի եւ Փարիզի վրա։ Մերցը հավատացրել է, որ Գերմանիան ԱՄՆ առաջնորդությամբ եւ մասնակցությամբ պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հրադադարի պահպանման մշտադիտարկմանը։ Մերցը եւ Մակրոնը նաեւ աջակցություն են հայտնել Իսրայելին, սակայն պնդել են, հրեական պետությունը մարդասիրական պարտավորություններ ունի, Գազայի հատվածի բնակիչներին հարկավոր է պաշտպանել։ Վատիկանում մեկնարկել է Հռոմի Պապի ընտրության գործընթացը, կոնկլավին մասնակցում է շուրջ 130 կարդինալ։ Քվեարկությունը գաղտնի է, կարդինալները մեկուսացած են առանց աշխարհի հետ կապ հաստատելու հնարավորության։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ դժվար թե նոր Պապի անունը հայտնի դառնա այսօր։ Նախկին պապերից շատերի ընտրության գործընթացը տևել է մի քանի օր։ Եթե կարդինալները գան ընդհանուր հայտարարի, այդ մասին կազդարարի սպիտակ ծուխը։ Հիշեցնենք, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկանում։ Մահվանից առաջ վերջին ամիսներին նա առողջական լուրջ խնդիրներ ուներ։ Ֆրանցիսկոս Պապը հուղարկավորվել է Սանտա Մարիե Մաջորեի բազիլիկում։ Դիանա Գասպարյան, լուրեր։